Օրհնյալ Կիրակի բոլորից Աստծո ժողովուրդ, եկեք կանգնենք ոտքի, եթե հնարավոր է, եկեք միասին ասենք բարի է գոհանալ քեզ Տեր։ Եկեք մեր ձայները բարձրացնենք նրան, որտև նա է մեր Մեսիան, ամեն։ Թագավորն է եւ արքան, նա է հույսը մեր փրկության,
Շնորհակալ ենք Աստծուն այսօրվա համար, շնորհակալ ենք Տիրոջի իր հավատարմության համար։ Մեր կյանքը նման է տարվա եղանակներին։ Միշտ լինում են գարուններ, ամառներ, աշուններ ու ձմեռներ։ Շատ հաճախ լինում են անապատներ, որտեղ բոլորս ենք հայտնվում։ Բայց ուզում եմ կոչ անել, եթե դու քո կյանքի անապատի մեջ ես ձեռքդ բարձրացրու, ասա Տեր, ծարաված սպասում եմ քեզ, որ գաս, որ լցնես ինձ վրա քո կյանքի ջուրը, որ ինձ կենդանություն տաս նորից, որ ես ապրեմ իմ կյանքի գարունները կրկին, որ իմ առաջի սիրու անհոգ ժամանակներն ունենամ։ Սամոս 42-ն ասում է, ինչպես որ եղջերուն փափագում է ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է քեզ ով Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն, կենդանի Աստծուն, երբ կգամ և նրա երեսի առաջին կերևամ, ցերեկը Տերը պատվերում է իր ողորմությունը և գիշերը օրհնություն ինձ հետ կլինի, աղոթքս դեպի կենաց Աստվածն է։ Ինչու ես տրտում, ով իմ անձ, ինչու ես շփոթված ինձանում, Աստծուն հուսացիր, որովհետև էլ կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն ու իմ Աստվածն է։ Ամեն։ Տեր, շնորհակալ ենք քո անպայմանական սիրո համար, որ պայմաններ չկան, որ մեզ սիրում ես։ Շնորհակալ ենք, որ և տխուր ենք ու տրտմած կարող ենք գալ քո ոտքերի մոտ, կարող ենք հանգիստ արտասվել, կարող ենք հանգիստ մեր սիրտը բացել քո առաջ, որտեղ դու ամեն բան գիտես։ Մենք սիրում ենք քեզ, մենք փափագում ենք, որ գաս, որ մեզ քո կենարար ջրով խոնավություն տաս, կյանք տաս։ Հալելույա Տեր, մեծարվիր այս վայրում։ Ես չեմ ուզում լինել աղբյուր չորացած, խնդրում եմ քեզ, հագեցրու ինձ ջրերով քո կենաց, հողից չորացած, վերանում են բնություն ու այգի, ես չեմ կարող ապրել առանց քո ջրի, ասա ծարաված եմ խնդրում, հորդարատ անձևի, զորություն Սուրբ Հոգու, դու մեզ խոստացել ես տալու, դու մացած հողի պես փափագում եմ հորդարատ անձևի, նորից ասա ծարաված եմ խնդրում, հորդարատ անձևի,
պարտեզներ դառնում Դու մեզ խոստացել ես տալու Չորացած հողի պես Ձայնդ բարձրացրու իմ քիթ Զարաված եմ խնդրում Հորդարատ անցրևի Սորություն Սուրբ Հոգու Դու մեզ խոստացել ես տալու Չորացած հողի պես Դու հոգում եմ քեզ Տերը Չորացած հողի պես Հոգում եմ քեզ Տերը Ես չեմ ուզում լինել աղբյուր չորացած Խնդրում եմ քեզ Հագեցրու ինձ ջրերով քո կենաց Շնորհակալ ենք Տեր որ քո օրհնությունները երբեք չես պահում մեզնից Տեր Դրանք օվկիանոպիսի պես շատ են եւ դու երբեք չես խնայում Տեր քո զավակների համար քո ողորմությունն ու բարությունը ցույց տալու Մենք խոնարհվում ենք քո առջև Մենք շնորհակալ ենք քո բոլոր ողորմությունների համար Մենք տալիս ենք քեզ ամեն փառք ու պատիվ Արժանի ես Տեր Արժանի ես ընդունելու Շնորհակալ ենք Հիսուս քո քաղցր ներկայության համար այս վայրում Արի ու հպվիր մեզ այսօր Ձեռքդ բարձրացրու եթե դու Տիրոջ կարիքն ունես Եթե ուզում ես նոր թարմությամբ Տերը քեզ հպվի Տեր դու տեսնում ես մեզ Երբով Տեր հպվում ես դու ինձ Աչքերս լցվում են արցունքներով Երբով Տեր հպվում ես դու ինձ Շուրթերս բացվում են օրհնությունով Սպասում ենք ես Տեր Սպասում եմ բացր տամ Քեզ իմ Տեր և արքա Սպասում եմ պապակով թագավորած Սպասում եմ կաղոտով որ հիմա բարգով գաս Վայել եմ քեզ ջերմորեն կրծքիդ փարվան Երբով Տեր
երգչախումբին, Տերը օրհնի Փառք Հիսուսին, Աստված օրհնի ամեն մեկիդ քույրեր եղբայրներ։ Ժամանակ առ ժամանակ, երբ որ կան մեմ աղոթքի, մտածում եմ, որ Աստված երկինք եւ երկիր ստեղծող Աստված է։ Նայում եմ իր զորությունը ինչքան մեծ է, որ ամեն ինչը որ երկնքում կա, այդ կեղնի երկիր մոլորակը, կեղնի արևը, աստղերը, լուսինը, ինչ որ կա, ընդամենը Աստծո խոսքից կախված են Աստծո ժողովուրդ։ Եվ տարիներ, դարեր շարունակ, հազարամյակներ, եթե գիտնականներն էլ հավատանք, միլիոնավոր տարիներ օդից կախված, անշարժ, չգիտեմ, ասեմ ժամացույցի պես են աշխատում, ավելի կատարյալ աշխատում են գիշեր եւ ցերեկ։ Այնքան ժամանակ մինչեւ որ Աստված կասի հերիքա։ Նայում եմ իմ կյանքը, ես ով եմ, Աստված ով է։ Նայում եմ ինչքան բաներից է Աստված ինձ ազատել։ Ես երբ որ փոքր երեխա է, շատ անկարգ երեխա է։ Քանի անգամ գետի մեջ խեղդվելուց փրկվեցի, քանի անգամ Աստված բանտի դռներից ազատեց, քանի անգամ Աստված շատ մահերից ազատեց մի խոսքով։ Բայց նայում եմ այդ ամեն ինչը հիշում եմ, գիտեք, կեղնեի երևի 5 տարեկան կամ ավելի փոքր, չեմ հիշում։ Պապիս աղբերը ինձ ամեն անգամ տեսնում էր, ասում էր, մի հատ լորվա ձորը լսել եք։ Այդ լորվա ձորի մեջ, այդ բարձր ժայռերի մեջ մի հատ փոքր, sense քարանձավի նման տեղ այրվում։ Ամեն անգամ ես որ տենում եմ, ասում եմ, քեզ այդ ծակի մեջից են գտե։ Ես էլ հավատում եմ, երեխա է։ Այն ժամանակ, դե գիտեք, մարդիկ ասում են, երեխեքին արագիլն ա բերել, քարամի մեջից են գտե, ես չգիտեմ, ծառից են գտել։ Ինձ էլ ասում են, այդ քարի մեջից են գտե, ժայռի մեջից։ Ես էլ լուրջ հավատացել եմ ու մի օր միշտ մեջ սեր, որ գնամ այդ ժայռի մեջ մտնեմ։ Ու կեղնե 5 տարեկան գնացի։ Հավատացել է, գնացի շատ դժվարություններով Փամբա գետը, որ երևի լսած կեղնեք, Փամբա գետը, մեծ գետ է, այդ գետի վրով մի կերպ անցնելով կտրել եմ, անցել այդ ձորերը, լեռները բարձրացել եմ, ու հիմա հիշում եմ, երեխա է, կարա ընկնե այդ ջուրը քշեր տաներով պետքա գտներ, մեկ երևի Վրաստան գտնեն։ Բայց սենց նայում եմ բանակը ինչքան Աստված ինձ վթարներից փրկել, որ մահվան, որ եղել է դեպք, որ հրամա ես շոֆեր եմ, սենց հրամանատարն ասում էր, սպասի ստեղ ես իշնեմ, զինվորներն էլ իշնեն, որ դու մենակ գնաս, եթե մեռնես, գոյնա մենակ եղնես։ Սենց գնում եմ, մտածում եմ, Աստված ինչերից է փրկել, իրականից հենց տեղա, որ հիմա չեմ գնա, նորմալ մարդը չի գնա տես, ես գնում էի, Աստված պահում էր Փառք Հիսուսին։ Ու այս ամեն ինչը մտածելով հիմա մտածում եմ, որ Դավիթ ասում է, Դավիթն էլ ժամանակ առ ժամանակ հիշում էր, թե ինքը ով է եւ Աստված ով է։ Եվ մի օր եկա, որ պետքա Դավիթը խոստացել էր Տիրոջ համար տուն կառուցել։ Եվ որոշեցին, որ ընծա հավաքեն Տիրոջ տան համար։ Եվ երբ որ մարդիկ ընծաներ էին բերում Աստծո ժողովուրդ, այնքան ընծաներ էին բերել, որ Դավիթը տեսավ եւ ասում է Տեր իմ Աստված, մենք ով ենք, որ քեզ ընծաներ բերենք։ Մենք ով ենք, որ կամավոր ընծաներ բերենք քեզ։ Իրականից, երբ որ նայում ես Աստված ով է եւ ինչեր արեք քո կյանքի մեջ, եւ դու ինչ ես անում Աստծո համար, իրականից անհամեմատելի մի բան է։ Ինչ էլ որ անենք, անպիտան ծառաներ ենք Աստծո ժողովուրդ։ Ես ուզում եմ ասեմ, որ Աստված օրհնի ձեզ բոլորիդ, որ ձեր ներդրումը, ձեր լուման ունեք այս եկեղեցու մեջ։ Գիտեք, պետությունը երբեք եկեղեցիներին չի ֆինանսավորում, որ ապրեն։ Տես եկեղեցի ամեն տեսակ կազմակերպություններ կա, որ պետությունը հովանավորում է, բայց չգիտես ինչի եկեղեցիներ այդ հարցը փակված է։ Եվ միգուցե Աստծուց է, որովհետև Աստված կամենում է, որ իր որդիները Աստծո թագարության մեջ մաս ու բաժին ունենան։ Աստծո տան շինարարության մեջ մաս ու բաժին ունենան եւ Աստծո տունը մենք ամեն մեկս ենք Աստծո ժողովուրդ, որ մեր լումաններ ենք դնում եւ Աստծո տունը կառուցամ։ Եվ Եփեսացիս թղթից մի համար եմ ուզում կարդամ։ Գիտեք, Աստված ավելին է արել, քան որ մենք մտածում ենք։ Եփեսացիս թղթի մեջ ասում է, որ ինքը մեզ երկնավորների մեջ օրհնել է Քրիստոսով։ Երկնավորների հետ նստացրել է Քրիստոսով Աստծո ժողովուրդ։
Սա պարզապես հավատքով պետք է ընդունենք։ Աստծո խոսքն ասում է, որ արդարը հավատքով պետք է ապրի։ Մենք կամ մի ուրիշ տեղ Հիսուս հիշացնում է, որ այս երեխաների պես հավատք պետք է ունենանք, չէ՞ որ թրկվեք։ Ես երբ որ երեխա էի, հավատում եմ, որ քարի մեջից եմ գնացի եւ փառք Աստծո հասա այդ տեղը։ Եվ հավատում ենք, որ Աստված երկնքը մի թագավորություն է պատրաստել եւ հավատքով պետք է ժառանգենք այդ թագավորությունը։ Եվ այդ երեխու պես մանկական հավատքով պիտի ընդունենք։ Եվ ասում է, ինչպես մեզ նրանով աշխարհի սկիզբից առաջ ընտրեց, որպեսզի մենք սիրով սուրբ ու անարատ լինենք իր առջև։ Առաջվանից Հիսուս Քրիստոսի ձեռքով մեզ իրեն որդեգիր լինելու սահմանեց իր կամքի հաճության պես։ Գիտեք, Աստված նախապես արդեն որոշած ուներ, այս աշխարհի ամեն ինչը ստեղծելուց առաջ մեզ ամեն մեկից, դու որ այստեղ նստած ես, քեզ իր մտքի մեջ ուներ, որ պետք է ծնվես եւ քեզ որդեգրի։ Եվ մի քիչ առաջ գնալով ասում է, որ անով, այսինքն Քրիստոսով մենք էլ ժառանգություն առանք։ Ինչքան հրաշալի Աստծո ժողով։ Աստված թե մենք սիրտ ունեցանք Աստծո տունը սարքելու երկրի վրա, որը եկեղեցին, բայց Աստված նախապես տեսեք ինչ ասում։ Անով մենք էլ ժառանգություն առանք, որ որոշված էր անոր նախասահմանությունովը, որպեսզի իր կամքի խորհրդովը գործադրվի։ Գիտեք, Աստված նախապես երկնքում սահմանել է, որ Հիսուսի հետ ժառանգակից լինենք։ Աստված չուզեց երկինքը մենակ ապրի։ Մենակ ինքը հրեշտակները, չէ։ Աստված որոշեց բոլորից նախապես որոշած ուներ այդ փառք է թագավորությունը, որ ասում է մարդու միտքը չի ընկել, մարդու ականջը չի լսել, չէ, մարդը չի տեսել, չի կարող պատկերացնել կամ նկարագրի, Աստված այս ամեն ինչը ստեղծեց եւ ուզում է, որ Հիսուսի հետ այս փառքը ժառանգորդներ լինենք։ Փառք Հիսուսին, Աստծո ժողովուրդ։ Որպեսզի մենք անոր փառքի գովությունը լինենք առաջվանից Քրիստոսին հուսացողներս։ Եվ ոչ միայն ժառանգորդներ, հապա Քրիստոսի փառքի գովությունը։ Գիտեք, Աստված երկինքը հրեշտակները պիտի նայեն սուրբերին Քրիստոսով եղած սուրբերին եւ փառավորվի։ Սա Հիսուսի փառքն է, եկեղեցին, դու որ այստեղ նստած ես, Հիսուսի փառքն ես, փառք մեր Աստծուն, Աստծո ժողովուրդ։ Շնորհակալ ենք այս Տիրոջը, դրա համար ամեն անգամ եւ Դավիթի պետք պիտի ասենք, Տեր, մենք ով ենք, որ քեզ նվերներ տանք։ Տերը օրհնի ձեզ, Աստծո ժողովուրդ։ Ամեն, եկեք ավելի հզոր ծափահարություն տանք Տիրոջը։ Փառք լինի մեր Աստծուն։ Նա արժանի է ընդունելու այս պաշտամունքը։ Ամեն։ Ողջունում եմ ձեզ սիրելի եղբայրներ, քույրեր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Այսօրը Տիրոջ օրն է եւ մենք այստեղ ենք, որ վայելենք Աստծո ողորմությունների շարքը, այն ամեն ինչ պատրաստված է մեզ համար ի վերուստ։ Երկինքը բան է պատրաստել մեզ համար, ամեն։ Այսօր հիանալի օր է նաև, սիրելիներս, որովհետև նշում ենք մեր թանկագին մայրերի տոնը։ Սիրելի մայրեր, օրհնյալ մայրերի տոն ենք մաղթում, ձեզ շնորհավորում ենք, եղբայրներ ջան, եւ ովքեր որ հələ դեռ մայր չեն, եկեք մեր մայրերի համար Տիրոջը փառք տանք։ Աստված օրհնի ձեզ, սիրելիներս, Happy Mother's Day, գիտենք, որ իսկապես մամաների ներկայությունը եկեղեցիներում որքան կարևոր է։ Տերը թող օրհնի ձեզ, սիրելիներ։ Եվ այսօր, քանի որ մամաների օրն է, ես ուզում եմ այսօրվա մեր պատգամը խոսեմ հատուկ մեր մամաների համար։ Պապաներ, այսօր մենք պիտի լսենք, թե ինչա վերաբերում մամաներին։ Եւ փառք Աստծուն, որ յուրաքանչյուր խոսք, որ Աստվածաշունչը պարունակում է իր մեջ, ունի հիանալի պատմություն, ունի գեղեցիկ նախաբան, ունի գեղեցիկ ընթացք եւ հրաշալի ավարտ։ Այնպես որ Տերը թող օրհնի մեզ բոլորիս։ Ամեն։ Ես հավատում եմ, որ ծնողների օրհնությունը միայն զավակ ունենալու մեջ չէ, որտեղ շատերը կարող են զավակներ ունենալ։ Գիտեք, հաճախակի եմ ես տեսնում պատմություններ կամ լսում եմ խոսում ենք տարբեր առիթներով, որ ինչպես ծնողները թողել են երեխաներին։ Այս վերջերս մեկին պատմությունը նայեցի, շատ հետաքրքիր մի պատմություն էր։ 38 տարի չէր տեսել իր ծնողին, արդեն մեծ մարդ իր ծնողին երբեք չի տեսել։ Եվ երազանքն է, ուզում է տեսնի։
Որոշները այդպես հույսով սպասում են ու տենց էլ չեն տեսնում։ Ժամանակին նեղության շրջան են ունեցել, թողել են ծնողները մանկատանը կամ որևէ տեղ կամ հանձնել են ուրիշին կամ վաճառել են ստիպված լինելով, բայց եկեք անկեղծ լինենք։ Յուրաքանչյուր մարդ կարիք ունի այդ մայրական քնքշանքի եւ ջերմության։ Ամեն։ Եվ չմոռանանք մի պարզ ճշմարտություն, որ եկեղեցին նմանեցվում է մորը։ Եկեղեցին հարսն է Քրիստոսի։ Եկեղեցին մարմինն է Քրիստոսի, այն մարմինը, այն օրգանիզմը, որ միշտ ծննդաբերում է, միշտ նորադարձներ է տալիս, որ միշտ աշխատում է եւ միշտ օրհնություն է լինում երկնքի արքայության համար։ Եվ ինչքան հրաշալի է տեսնել, որ եկեղեցին շարունակում է իր գեղեցիկ աշխատանքը, իր գործը, որ զավակներ ծնի երկնքի թագավորության համար։ Եվ մենք ուրախ ենք, որ մեր Աստված այդպիսի հրաշալի եւ օրհնյալ հայր է։ Ամեն։ Սիրելի մայրեր, այսօր պատգամը ուղղված է ձեզ, բայց եղբայրներն էլ վստահ եմ ավելի շատ կգնահատեն ձեզ այսօր։ Եվ նրանք, ովքեր որ դեռ մայր չեն եւ պիտի մայրանան, եւ ես աղոթում եմ, որ դա տեղի ունենա եւ հավատում եմ, որ դա տեղի ունենա, այսօր դուք կարող եք պատրաստվել լավ եւ օրինակելի մայր լինելու ձեր քաղցր եւ անուշ զավակների համար։ Առակաց գրքի մեջ մի հետաքրքիր խոսք կա գրված, ուզում եմ ստեղից սկսեմ, աշխատենք լավ կողմը ավելի շատ տեսնենք այս խոսքի։ Առակաց 14:1 ասում է. կանանց իմաստունը կամ կանանցից իմաստունները շինում են իր տունը, բայց հիմարը իր ձեռքով քանդում է նրան։ Այսինքն կնոջ ձեռքերի մեջ կա զարմանալի մի բան, որ ինքը կամ պիտի սարքի իր տունը, կամ պիտի քանդի իր տունը։ Գիտեք, ես մի բանում համոզվել եմ։ Կանայք, ովքեր որ գիտեն իրենց ով լինելը եւ գնահատված են, իրանք գնահատված են զգում իրանք Տիրոջից եւ գիտեն, որ Աստված ուղակի հենց այնպես միամիտ չստացվեց ձեր ծնունդը, ստեղծեց ինքը, Ադամի կողքից հանեց, սարքեց ամեն ինչ գեղեցիկ եւ ինչ արեց։ Դրեց Ադամի կողքը, ասեց թող հարմար օգնական լինի իր համար, եւ Ադամը երբ որ արթնացավ քնից, գիտեք չէ ինչ էր քնել, որ չխանգարի Աստծուն, որ չասի սենց սարքին հենց արա, այս ձևը տուրենի, այս մեկը քիչ, այս մեկը շատ։ Եվ ինչ արեց Աստված, օրհնեց Ադամին իր կնոջով։ Եվ այդ կինը պարզապես Ադամի օգնականը չէր, Ադամին պետք է օգներ, որ Ադամն ու Եվան օգնեին Աստծուն, այսինքն որ նրանք կատարեին Աստծո երազանքները։ Ինչու, որովհետև շատ կարևոր փաստ կար, որ իրանցից առաջ տեղի էր ունեցել եւ դրա շտկումը պետք է տեղի ունենար։ Ես այստեղ չեմ դրել այս խոսքը, բայց ուզում եմ ուշադրություն դարձնեք։ Նույն կնոջից Եվայից ծնվեց մի սերունդ, որը որ խայտառակություն կամ ինչ ասեմ, վատ, այսպես ասած, պատմության հետք թողեց, բայց միևնույն կնոջից ծնվեց մի սերունդ, որից եկավ մեր Փրկիչը եւ աշխարհի համար իր կյանքը դրեց, որպեսզի հավիտենական կյանքի մեզ տեղափոխի։ Երբ որ ուզեմ հիշեք, ես սրա մասին խոսել եմ մի որոշ ժամանակ առաջ, գրված է այսպես եւ Աստված, երբ որ Եվան մեղ գործեց, Աստված ասեց իրան, ասեց որ կնոջից ծնվածը կջախջախի օծի գլուխը։ Ամեն։ Բայց օծը կխայթի նրա գարշապարը կամ կրունգը, նրա ոտքը կխայթի։ Եվ տեսնում ենք, որ երբ որ երկու որդի ունեցավ Աբելը ու Կայենը, գրված է եւ Աբելը բարի էր եւ Կայենը չար։ Եվ երբ որ նրանք առանձին են, մեկտեղ դաշտի մեջ էին, գրված է որ զոհ էին անում, ընծա էին բերել Տիրոջ առաջ, եւ երբ որ նրանք մենակ էին, գրված է Կայենը ելավ եւ Աբելին սպանեց։ Առաջին եղբայրասպանությունը, առաջին մարդասպանությունը։ Ես չգիտեմ ինչի սպանեց, միգուցե մտածում էր բան չի լինի, որ խփի, բան չի լինի, մի հատ էլ կխփի, էլի բան չի լինի, ու տենց ամբողջ կյանքում կխփի։ Բայց երբ որ խփեց, տեսավ որ վերջացավ, այլևս հետադարձ չկար, կորավ ամեն ինչ։ Հետո մի հետաքրքիր բան ենք տեսնում։ Լսեք ուշադիր, Աստված ասել էր, որ կնոջ սերունդը կջախջախի օծի գլուխը, այսինքն մի սերունդ կծնվի կնոջից, որ կհաղթի սատանային։ Սատանան արդեն ընկած հրեշտակ էր եւ նա խաբեց մարդուն եւ գցեց մեղքի մեջ, Ադամին ու Եվային։ Ինչ ենք տեսնում։ Հաջորդ իսկ գլուխների մեջ տեսնում ենք, որ երբ որ սպանությունը տեղի ունեցավ, գրված է, որ Եվան նորից հղացավ եւ մի զավակ ծնեց, անունը դրեց Սեթ։ Սեթ նշանակում է սերունդ։ Ինչու, որովհետեւ տեսավ, որ Աբելը մահացավ, Աբելը լավ տեսակն էր այդ մարդկային, վերջացավ։ Դժվար թե Կայենը կարողանար օծի գլուխը ջարդել, որովհետեւ Կայենը նույն գործ արեց, ինչ որ սխալն էր։
Եվ այլևս հնարավոր չէր, որ Կայենը կարողանար օձի գլուխը ջարդեր, որտեղ նա արդեն պարտված էր մեղքին։ Բայց մի բան եք տեսնում, Սեթը ծնվեց եւ պատահական չի այս անունը, Սեթ։ Գիտեք Սեթ ինչա նշանակում? Սերունդ։ Սեթ նշանակում է սերունդ։ Եվան որոշեց, կինը որոշեց իր երեխայի անունը հենց այն սերունդով կոչի, որը պետք է ջախջախի օձի գլուխը։ Ամեն։ Եթե մի ժամանակ կներեք արտահայտությանս, Եվան այստեղ գրված խոսքի պես եմ ասում, եթե իմաստուն չէր կամ հիմար էր, այստեղ գրված է հիմար։ Եթե մի ժամանակ Եվան հիմարություն արեց եւ իր ձեռով իր տունը քանդեց, այս անգամ Եվան որոշեց իմաստուն լինի եւ տունը սարքի։ Եվ այսօրվա իմ պատգամը հենց այս ուղղության վրա է։ Իմաստուն կանայք, մայրերը ինչպես կարող են Աստծո տունը սարքել, ինչպես կարող են իրենց տները սարքել Աստծո տուն։ Մի քանի Աստծո մարդկանց կյանքից օրինակներ եմ ուզում պատմել ձեզ։ Առաջինը Ծննդոց գրքի մեջ է գրված Սարայի մասին։ Բոլորս լավ ենք ճանաչում Սարային, Աբրահամի կինն էր։ Երկար տարիներ զավակ չէր ունեցել։ Աստծո խոստումը եղավ, որ պիտի զավակ ունենաս, առաջին զավակը պետք է ունենար։ Արդեն ծերացած, արդեն ժամանակ անցած, արդեն ամեն բան վերջացած, բայց ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ Սարայի սրտի մեջ մի հետաքրքիր թաքնված խոսք կար, թաքնված, որ Աստված պետք է քեզ օրհնի եւ քո հույս չունեցած տեղից Աստված պիտի հույս հանի։ Գրված է Ծննդոց 21:1-3-ը, գրված է եւ Եհովան կամ Տերը Յահվեն այցելություն արեց Սարային, ինչպես ասել էր, եւ Եհովան արեց Սարային, ինչպես որ խոսել էր։ Եվ Սարան հղացավ եւ մի որդի ծնեց Աբրահամի եւ իր ծերության մեջ, այն որոշված ժամանակին, որ Աստված ասել էր նրան, եւ Աբրահամը իր համար ծնած որդու անունը, որ Սարան նրան ծնեց, Իսահակ կոչեց։ Գեղեցիկ է, չէ՞ հնչում։ Ինչու կոչեց ծիծաղ կամ Իսահակ, որովհետեւ երբ որ Տիրոջ կողմից պատվերը եղավ, խոսքը եղավ, որ դու պիտի երեխա ունենաս, ծիծաղեց, ասեց, ո՞ս կլինի տես բան։ Ես արդեն մեռած եմ, արդեն ինձանից հույս չկա։ Գիտեք, սիրելներ, սիրելի մայրեր, ես գիտեմ մի բան։ Ինչքան էլ անհույս լինի վիճակը, մամաների մոտ միշտ մի հատ թաքնված հույս կա։ Մի հատ տեղ կա, որից իրանք ամուր բռնել են։ Եվ գիտեք, հետաքրքիր ժամանակներ կար, այն ժամանակ, երբ որ Հայաստանում 90-ական թվականներն էր, որ ոչինչ չկար ուտելու, ոչինչ չկար։ Հացը կտրոնով են տալիս, կես մատնակաշ, որ մոտավորապես այսքան էր լինում, այսքան փոքր, մի քանի հոգու, մի 4-5 հոգու համար օրվա հաց։ Էդի ուտես էլ բան չի լինի, այդ մի հոգին էլ ուտի, էլի չի կշտանա։ Բայց գիտեք ինչն էր հետաքրքիր, որ մեկի տունը մտնում էր, մամաները հյուրասիրում էին։ Մենք հումորով մի բան ենք ասում, ջուրը օդի հետ խառնում դնում են փուրը, հանում են թխվածքեր։ Ապշում ենք, մամաները միշտ թաքնված մի հատ հույս ունեն, արարելու, ստեղծագործելու մի բան, որ գիտեն, որ Աստված իրանց մեջ դրել է։ Եվ վստահ եմ, որ դուք տեսել եք, ականատես եք եղել տես բաների, չէ՞։ Ինչքան հետաքրքիր բան է։ Սարայի սրտի մեջ այդ հավատքը կար, որ Աստված խոստացել է եւ դա պիտի անի, եւ անունն էլ երեխայի դրեցին ծիծաղ։ Ամեն անգամ նայն ասեն, ես ինչ, որտեղից ես, մեզնից դժվար լներ, ես հաստատ Աստված արեն։ Սիրելի մայրեր, իմ աղոթքն է եւ Տիրոջից խնդրանքն է ձեզ համար, թող Աստված այնքան հիանալի բաներ անի ձեր կյանքի մեջ, որ հետ դառնաք ասեք, ես ինձանից չեղավ, էսի Աստծո շնորհք արեց, էս իսկապես Աստծո ձեռքի գործն էր։ Գիտեք ինչն է հետաքրքիր։ Խոսքը սկսում է այսպես, ես շատ եմ սիրում այս խոսքը։ Սուրբ Հոգին հատուկ ուշադրությունս դարձրեց հենց այս մասին։ Եվ Եհովան այցելություն արեց Սարային։ Գիտեք հետաքրքիրն ինչա, որ սրանից առաջ ինչքան այցելություն եղել է, Եհովան այցելել է Աբրահամին։ Միշտ գնացել Աբրահամի հետ է խոսել։ Ինչի, որովհետև գրված է Սարայի ժամանակը չէր։ Սարայի ժամանակը չէր։ Կա ժամանակ, որի մեջ Աստված մամաներին այցելություն է անում։ Կա ժամանակ, որ մամաները իրանց դժվարությունների մեջ կանչում են Տիրոջը եւ Աստված հիանալի գործեր անում իրենց համար։ Եբրայեցիների 11:11-ում մի հետաքրքիր բան կա գրված. հավատքով Սարան ինքն էլ սերմը առնելու զորությունը ընդունեց եւ տարաժամ հասակի մեջ որդի ծնեց, որովհետեւ հավատարիմ համարեց խոստացողին։ Իր օրերը անցած, բայց Սարան գիտեր, խոսքը ունի զորություն։
Մամաներ, ինչ ասել Աստված ձեզ, խոսքը ունի զորություն։ Ասելա քո երեխայի փրկության համար, խոսքը ունի զորություն։ Ասելա հրաշքի համար, խոսքը ունի զորություն։ Ասելա քեզ օրհնության համար, խոսքը ունի զորություն, կարող ենք ասել ամեն։ Խոսքը ունի զորություն, մամաներ, պահեք ձեր սրտի մեջ, որովհետև ձեր ունեցած հավատքը բավարարում է այդ զորությունը իրականություն տեսնելու։ Կգա Աստծո ժամանակը, եւ դուք կտեսնեք ձեր աղոթքների պատասխանը, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա ըստ Աստծո խոսքի։ Ուրեմն Սարայի կյանքի մեջ տեսնում ենք անհնարինի հնարավոր դարձնող Աստծուն։ Նույնպես հիմա մեր սիրելի մամաներ ջան, ձեզ ա վերաբերվում։ Միգուցե մի տեղ եք հասել, որ անհնարինի առաջ եք կանգնած, վստահենք Տիրոջ խոսքին։ Ապավինեք Տիրոջ խոսքին։ Եթե Աստված մի բան ասել է, ինքը կիսատ չի թողի։ Նա կանի լավագույնը, որ այդ ամբողջը իրականություն դառնա։ Մեկ ուրիշ բան, որ այս Սարայի պատմության մեջ կարող ենք ասել, համբերությամբ սպասել։ Համբերությամբ։ Սարան սկզբից ծիծաղեց, չհավատաց, նույնիսկ սխալ գործեց, բայց հետո տեսնում ենք, որ իր կյանքի մեջ գրված է, որ ինքը ընդունեց։ 5 կտակարանում չենք տեսնում, որ գրված է ընդունեց։ Նոր կտակարանի հեղինակներից մեկը, Եբրայեցիների թղթի հեղինակն ասում է, եւ Սարան ընդունեց այդ զորությունը ընդունելու զավակ իր մարմնի մեջ։ Եվ հավատակ Աստծո ժամանակներին։ Ամեն։ Սիրելի մամաներ, մենք գիտեմ, ես մամաները նենց, ես էլ իմ մաման էլ կա փառք Աստծուն եւ միշտ երբ որ խոսում ենք, Աստծուն փառք եմ տալիս եւ գիտեմ, որ իսկապես ինքը իմ աղոթքների կարիքը շատ ունի եւ բոլոր մամաները իրան զավակների կարիքը, աղոթքի կարիքը շատ ունեն։ Բայց կարևոր կետերից մեկը նաեւ Սարայի կյանքի մեջ սա էր, որ կարելի է պետքա սпасել Աստծո ժամանակին։ Համբերեք, մի տկարացեք, սпасեք Աստծո ժամանակին։ Երկրորդ մարդը, երկրորդ կինը, որի մասին ուզում եմ ասել Աստծո խոսքից, Հոգաբեթն էր։ Հոգաբեթը ով էր ինքը, եթե ովքեր Աստվածաշունչ կարդացել են, գիտեն, որ Մովսեսի մաման էր։ Մովսեսի մայրը։ Հեշտ ժամանակ չապրեց Հոգաբեթը, շատ դժվար ժամանակ։ Ծնվեց եւ մեծացավ այն շրջանում, ծնվեց ինքը գերության մեջ, որ արդեն Իսրայելը գերի էր Եգիպտոսին 400-ից ավել տարիներ, եւ ինչ իմանար, որ ինքը պատմությունը փոխող մամա պետքա դառնա։ Երբեմն մարդիկ մտածում են, դե ես էլ ես մնացածների նման նույնն եմ, դե հատուկ բան չկա։ Սիրելի մայրեր, սիրելի ապագա մայրեր, դուք կարող եք պատմություն կերտող, պատմություն փոխող մամաներ դառնալ։ Ելից գրքի 2-րդ գլուխ 2-3 համարներն ասում է. Սա հղիացավ Հոգաբեթը եւ ծնեց մի արու զավակ։ Տեսնելով, որ նա գեղեցիկ էր, 3 ամիս թաքցրեց նրան։ Երբ այլևս չէր կարող նրան թաքցնել, մայրը առավ եղեգից հյուսված մի զամբյուղ, այն ծեփեց կպրաձյութով, դրա մեջ դրեց իր մանկանը եւ զամբյուղը դրեց ծանծաղոտ մի տեղ գետի ափին մոտիկ։ Մեկ այլ կերպ ասած, դրեց ջրերի մեջ։ Երեխան ծնվեց, միգուցե մտածում էր, ես էլ հերթական ստրուկն ա իմ ձեռքի մեջ։ Ես էլ հերթական ծառան ա, որ պիտի մտրակներ ուտի իր մաշկի վրա, պիտի ծեծեն իրան, պիտի իրան ստորացնեն, իմ երեխեն չի հաջողվի, այսօր ինչքան մամաներ են մտածում, որ իրանց երեխեն չի հաջողվի։ Գիտեք, չի ստացվելու, ինքն էլ էս դարդերի ու ցավի մեջ ալնելու, մամաներ կան, որ իրանց երեխեքին ունենում են, ասում են, այս աշխարհի ցավից դու էլ տեղյակ եղար բալես։ Ինչի միանգամից տենց։ Կարելի ասել բալես, դու այս աշխարհի եւ իմ համար եւ Աստծո համար օրհնություն պետք է լինես։ Ամեն։ Բայց տեսնում ենք, որ Հոգաբեթը ցավով մի սրտից էս պոկելով մի գործ արեց։ 3 ամիս պահեց, գիտեք ինչի, որտեղ եբրայեցիները կամ եգիպտացիները ներողություն ինչ էին անում։ Չէին ուզում, որ տղաներ ծնվեն, որ սերունդը իրանց շատ չշատանա, որտեղ ինչքան տղաներ ծնվեին, հանկարծ մի օր ուժեղ բանակ էին դառնալու եւ Եգիպտոսի հախից էին գալու հենց տեղում։ Դրա համար իրանք սահման էին որոշում, որ այդքանից ավել չլինեն, որ ստրուկներին հեշտ լինի, որպես ստրուկ իրանց օգտագործել։ Բայց ինչ եք տեսնում։ Եթե այս աշխարհը քո զավակին նայում է որպես մեղքի ստրուկ, մեղքի ծառա, չգիտեմ սատանայի ինչ որ մի ծրագիր անող, ինչ որ մի բան իրականացնող, կատարող,
Աստված քո զավակին նայում է որպես իր կամքը կատարող եւ օրհնության որդի, ամեն։ Աստված այդպես է նայում մեր զավակներին։ Սիրելի քույրս, եղբայրս, Աստված քո զավակի համար ծրագիր ունի։ Հիմա կասես, ես հələ զավակ չունեմ, հələ չունես։ Բայց Աստված ծրագիր ունի։ Հիշեք, որ մինչև մեր ծնվելը Աստված արդեն ծրագիր ուներ մեզ համար։ Ամեն։ Եվ ասում է, որ 3 ամիս պահեց, էլ հնարավոր չի պահել, ձենը բարձրանում է կամ ասել, դե որ երեխա մի քիչ ձենը կտրում են, չէ՞, կաթ են տալի, վերջը խափում են, բան, մի քիչ որ մեծացավ, էլ չես կարող խափես։ Այդ ձենը ուժեղանում է, ձայնալարերը բացվում է, զարգանում, պիտի գոռա, որ գոռած տեղը կիմանան։ Բայց գիտեք ինչ է անում Հոգաբեթը գրված է այսպես, ասում է, տեսավ, որ երեխան շատ գեղեցիկ էր, պահեց իրան, թաքցրեց։ Եվ ասում է, երբ այլևս էլ չէր կարող թաքցնել, մայրը առավ մի եղեգից մի զամբյուղ հյուսեց եւ ձութով պատեց, զավակին դրեց մեջը եւ դրեց ջրերին։ Թույլ տվեք սրա մասին մի կարճ ասեմ ձեզ։ Ընդհանրապես Աստծո խոսքը մեզ համար, Աստծո խոսքն ասում է, որ հենց Աստծո խոսքը թե լույս է, թե հայլի է եւ թե ջուր է։ Կյանք տվող ջուր։ Ում ենք հանձնում կամ ինչին ենք հանձնում մեր զավակներին։ Երբ որ մեր զավակները, իմ զավակները պիտի ծնվեին, հələ չէին ծնվել, ես աղոթում էի։ Աղոթում էի իրանց կյանքի համար։ Աղոթում էի Աստծունը լինելու համար։ Աղոթում էի իրանց ամուսնության համար։ Աղոթում էի իրանց գործի, իրանց բիզնեսների, իրանց հաջողությունների համար։ Ես աղոթում էի, որ իրանք իմ նման չլինեն, իրանք լինեն իրանց նման, ոնց որ Աստված իրանց կուզենա սարքի։ Եվ այնքան շնորհակալ եմ Տիրոջը, ինձ համար մեծ պարտավորություն եմ զգում այս բանը նաև ձեր առաջ ասելու եւ ուրախ եմ, որ Աստված լսեց իմ աղոթքը։ Գիտեք, որ մամաներն ու պապաները մեծ գործ ունեն անելու ոչ միայն երեխա ծնելու, այլ նաև այդ երեխեքին Աստծո ջրերի վրա դնելու։ Դիր քո երեխին Աստծո ջրերի վրա, սովորեցրու կանոնները Աստծո խոսքի, սովորեցրու ճշմարտությունը Աստծո խոսքի, որովհետև եթե այսօր դու քո երեխին, որ հեշտ ծռվում է, եթե քո երեխին չկարողացար դնես Աստծո ջրերի վրա, վաղը անհնար է լինելու իրան ինչ որ ձև դնես Աստծո ջրերի վրա, որովհետև իրանք կամքի մեջ կզորանան, կարող է եւ քեզ չլսեն։ Դրա համար ժամանակները պետք է ճիշտ օգտագործել եւ Հոգաբեթը դա արեց։ Իր զավակին, իր մինուճար, իր տղային, այսպես այդ ժամանակը լե տղային դրեց Աստծո ջրերի վրա։ Դրեց ջրին եւ հանձնեց։ Ես վստահ եմ, որ ինքը մի հատ ուժեղ աղոթքար է, շատ զորավոր աղոթքար է։ Տեր, ես չեմ կարող պահեմ, բայց դու պահի։ Գիտեք, որ որոշ մամաներ տենց էլ չեն հանձնում Աստծուն, իրանք են ուզում պահեն, հետո ասում են, բան չի չափաշխարեց։ Հանձնի Աստծո ջրերին կապաշխարի։ Տուր Աստծուն եւ նա քեզ կվերադարձնի օրհնությամբ։ Ուրեմն ինչա պետք։ Տեսնում ենք Հոգաբեթի կյանքի մեջ այս մաման ինչ արեց։ Քաջություն ունեցավ վտանգի մեջ։ Դժվարության ժամանակ կարողացավ վստահել Աստծուն։ Սիրելի քույրս, դու էլ կարող ես անել, սիրելի մայր, դու էլ կարող ես անել։ Այսօր դպրոցներում խայտարակություն է, որ դպրոցում մտնում ես, փախնելը տա գալի, ուղղակի մի բան, ատելով փախնում ես այդ դպրոցից։ Ուսուցչուհիները միասեռականներ, համասեռամոլներ, տրանսգենդերներ, նայում ես դպրոցում երեխեքը կեղտոտ, թափթփված, գետնին, չգիտեմ ինչ, անհասկանալի մի բան է։ Գնացեք մտեք տարական դպրոց, շատերը գիտեք, երեխաներ ունեք, դպրոցներում միգուցե կողքով էլ անցնում եք, տեսնում եք, ինչ է կատարվում։ Ես ձեզ պատմել եմ դրա մասին մի քանի տարի առաջ, երբ որ օֆիսում աշխատում էի, իմ մյուս օֆիսում, եւ գիտեք ինչ տեղի ունեցավ։ Հանկարծ տեսնում եմ ձայներ է գալիս ոստիկանական մեքենաների, շտապ օգնության, մի խայտարակություն։ Եվ ես էլ օֆիսում եմ աշխատում եմ, մի գործերն եմ անում ու հանկարծ զգում եմ, որ այդ գնալով ձենը բարձրանում ավելի է ուժեղանում։ Եվ հանկարծ մի պահ կարծես sense ակնթարթ կանգնեցի, sense ասում եմ հասկանամ ինչ է, շարունակեմ ստեղ, թե կարող վտանգ կա, հելեմ փախնեմ ստեղից։ Լսեմ, սկսեցին ուղաթիռների ձայնը եկավ։ Վերևը բր գալիս են, գնում են, կողքերս են, ֆռում են այդտեղ բան, այս ինչա կատում, վերջը, որոշեցի դուրս գամ, էլ ասի վտանգ կարող ալի դուրս գամ։ Արագ դուրս եմ գալի, ճիշտ մեր հենց այդ դարպասի բանը որ վերջանում է, ցանկապատը դրանից են կողմ դպրոցն է։ Նայեմ, տեսնեմ դպրոցը շրջափակել են։ Ես իմ տասնյակ ոստիկանական մեքենաներ, շտապ օգնության մեքենաներ ամենտեղ, եւ գիտեք ինչ էր հետաքրքիր։ Հետարքիր ես ասում եմ, տենաս ինչա եղել, ես դպրոցին տերորա ինչա, բայց մեջս մի բան կա,
որ գնամ մտնեմ իրանց մեջ։ Փակած է ճանապարհը եւ ես գնացի։ Ասում չի կարելի, ասի չի կարելի, ո՞րն է, բանի առաջն եմ օֆիսի գնացի, մտա եւ տեսնեմ նույնիսկ վիդեո եմ արել այդ։ Ուրեմն 14 հոգի, եթե չեմ սխալվում, երեխաներ, ինչ որ մեկը դրագ է բերել, նարկոտիկ է բերել դպրոց եւ բաժանել է երեխեքին, երեխեքը կերել են, ես ուղակի ներկա եղա վերջի 1, 2 կամ 3 երեխաների դուրս հանելուն, որ դուրս էին հանում իրանց։ Որոշներին ասում որ արդեն տարել են, անհույս, չգիտեմ տարբեր հիվանդանոցներ ինչ են արել, մեկին հանեցին, չի իմանում որտեղ է, ինչ արել, ինչ որ բաներ անում տարօրինակ։ Էս է կատարվում այսօր դպրոցներում։ Էս է կատարում։ Ձեր երեխաներին սովորացրեք ջրերի մեջ ապրել, Աստծո ջրերի մեջ ապրել, սիրելիներ, վախենալ Աստծուց եւ հարգել Աստծո խոսքը, պահել սրտի մեջ, վարժվել Աստծո ճշմարտությանը։ Ինչ որ տալիս են մի վերցրեք, ոչ ուտելու, ոչ խմելու, սոված մնացեք, ծարավ մնացեք, ոչ մեկի ձեռից բան մի վերցրեք։ Դրեք ձեր երեխի հետ ձեր ուտելիքները, ինչ որ դուք տունն եք ուտում եւ անվտանգ է, եւ ուղարկեք իրան։ Այս աշխարհի մեջ մեր երեխեքը պետք է ապրեն Աստծո ջրերի վրա։ Ամեն։ Այդտեղից հույս կա մեր համար, այդտեղից է մեր ապավենություն եւ օրհնությունը Աստվածային, որ պիտի գա։ Իմաստության կարիք կա, սիրելի մայրեր, վստահ եմ, որ դուք իսկապես իմաստության կարիք ունեք, որ Տերը ձեզ տա իմաստություն ձեր զավակներին մեծացնեք Աստծո իմաստության մեջ եւ հավատքի մեջ։ Եվ վերջի կետը, որ Հոգաբեթի համար պիտի ասեմ, իր համար մեծ հավատք բարձրացավ սրտի մեջ, որ Աստծո պաշտպանությունը կլինի իր երեխայի համար։ Մի տարակուսեք, սիրելիներս, մի հանձնվեք այդ մտքերին, որ Աստված չի պահի իրանց, կարող է սատանան էս անի։ Ես նկատել եմ, որոշ մայրեր վախի մեջ ապրելով ավելի շատ հավատում են սատանային, քան Հիսուսին։ Բայց սատանան սենց կանի։ Էր օրը մեկը զանգել է ինձ, աղբեր, սենց մեկը ինձ սենց անեց կասեց։ Ասեմ աղբերես, եթե դու անպարտ ես, գրված է զուր տեղը անեցքը չի կպնելու քեզ։ Իսկ եթե մեղավոր ես, ապաշխարի, որ այդ անեցքը չգա կպնի քեզ։ Ճիշտ եմ ասել, թե չէ։ Այո։ Հոգաբեթը արեց դա, հանձնեց Աստծո ջրերին եւ գրված է Փարավոնի աղջիկը տեսավ այդ երեխին շատ սիրեց, վերցրեց իրան երեխա սարքեց, վաղը մյուս օր այդ մարդը հենց դարձավ Մովսեսը, որ Մովսեսն էլ հենց փրկեց Իսրայելի ժողովրդին իրանց գերությունից։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞, վստահել Տիրոջը, արդյունքը տեսնել։ Երրորդը Աննայի մասին եմ ուզում խոսել։ Աննան Սամուել մարգարեի մաման էր։ Գիտեք, Աննան իր ամուսնու երկրորդ կինն էր։ Նրա առաջին, կարելի ասել, մրցողը իր հետ, իր ամուսնու առաջին կինը շատ երեխեք էր ունենում, ինքը չէր ունենում։ Եվ այնպես ստացվեց, որ եկավ մի օր Տիրոջ տաճար եւ այդտեղ նստած էր հեղին քահանան տաճարի դռների մոտ, այս կինը մխկը տալով եկավ, ընկավ Աստծո առաջ, Տեր, մինչև երբ պետք է այս նախատինքը ինձ վրա լինի, մինչև երբ պետք է ես տեսնեմ, թե ուրիշ երեխեքը ոնց են մեծանում, այդ մարդս էլ նրան ամեն անգամ ուշադրություն է դարձնում, ես մնացել եմ այսպես անուշադիր, բայց գրված ամուսին իրան շատ էր սիրում, Աննային շատ էր սիրում։ Թեև նրանից երեխեք ուներ, բայց սրան էր շատ սիրում։ Եվ գրված է այսպես, ասում է, երբ որ աղոթում էր, հեղի քահանան հեռվից նայում էր մենակ բերանին, որ չէր հասկանում ինչա խոսում, ձենը չէր լսում, բայց նայում էր տենարից ինչա, վերջում գիտեք ինչ եզրակացեց, ասեց խմած ես։ Ասեց ով կին, ինչ ես խմել, հարբել ես, ամոթ չի բան, ասեց չէ, ես հարբած չեմ, ես ասեց դառնացած սրտով մի կին եմ, որ երեխա եմ ուզում Տիրոջից։ Երբ որ Տերը ինձ երեխա տա, ես իրան կնվիրեմ։ Նորից կտամ Տիրոջը։ Եվ հեղին մի մարգարեական խոսք ասում, այո, Տերը քեզ երեխա կտա։ Եվ դու կունենաս։ Գնում է, ժամանակը լրանում է, երեխան ծնվում է, մեծանում է երեխան եւ մի օր տեսեք ինչ է տեղի ունենում։ Առաջին Թագավորաց 1:27-ից 29 ասում է. «Եվ Տերը կատարեց իրենից խնդրածը», ուրեմն ասում է, «արդ իբրև դրա հատուցում նրան նվիրում եմ Տիրոջը»։ Աննան է եկել եւ ասում է, «Ես իմ երեխին նվիրում եմ Տիրոջը, ինչքան որ ապրի, թող ծառայի Տիրոջը»։ Եվ նրանք այնտեղ երկրպագեցին Տիրոջը։ Աննան իր երեխին վերցրած եկել է տաճար, հանձնում է հեղին, քահանային եւ ասում է. «Ինչքան որ կապրի ես երեխեն, թող Տիրոջը ծառայի»։ Սիրելի քույրեր, սիրելի մայրեր, մեր երեխաները
Սենց թենենց պիտի ծառայեն։ Բոլոր մարդիկ ծառայում են, կամ պիտի ծառայեն սատանային, կամ պիտի ծառայեն Աստծուն։ Եթե ես ուղիղ հարց տամ, հարցս իմաստ էլ չի ունենա, որտեվ գիտեմ դուք ինչ եք պատասխանելու։ Ում կուզեք ծառայի ձեր երեխան։ Ինչքան սխալ կլինի մտածել, որ մամաները ուզում են, որ իրանց երեխան նվիրական ծառայող դառնա սատանային։ Բայց ինչքան գեղեցիկ է այսպես վերաբերվել, այս խոսքերն ասել, իմ երեխան պիտի Տիրոջը ծառայի։ Հեսուն այդ խոսքն էր ասում, ես չգիտեմ մինչև երբեք դուք երկու ոտի վրա կաղալու, եթե Եհովան է Աստված, գնանք իրեն պաշտենք, եթե Բահաղն է Աստված, գնացեք իրեն պաշտեք, բայց, կարող ենք ասել բայց, ես եւ իմ տունը Տիրոջը պիտի պաշտենք ու ծառայենք, ամեն, հալելույա, ես եւ իմ տունը, իմ երեխեքը պիտի Տիրոջը ծառայեն, ես որոշում եմ կայացրել, իմ երեխեքը պիտի ծառայեն Աստծուն, իմ երեխեքը իրավունք չունեն սատանային ծառայելու։ Քո օրհնությունները հենց այդտեղ են, որ դու կարող ես քո երեխային առնել Տիրոջից եւ հետո տալ Տիրոջը։ Դրա համար մենք նվիրում ենք, ընծայում ենք երեխաներին, մանուկներին ընծայում ենք Տիրոջը։ Չենք մկրտում, չենք կնքում, ընծայում ենք, մինչեւ կգա ժամանակ կհասնի, որ իրենք իրանց մկրտությունով պիտի Տիրոջը օրհնեն եւ կյանք կապեն ծառայության համար իրանց սիրելի Քրիստոսին։ Ուրեմն սիրելներ, Աննան վերադարձրեց իրեն Աստծուց ստացածը նորից Աստծուն։ Շատ մամաներ եմ տեսել, գալիս են, եղբայր ջան, աղոթենք, երեխա չունեմ, շատ լավ, հավատում ես, հավատում եմ, մխկտում, լացում, աշկերից էթում, վերջը շատ սիրտը ճմլված, կարիք ունի իսկապես, որ Աստված հիշի իրան, եւ այդպես էլ լինում է, երեխեն հանգարց, ասենք, լուր եղավ, որ երեխեն կա, էլ ինչ Աստված, էլ ինչ հետ գալ, էլ ինչ բան, գնացինք, այդ հանք երեխա մեծացնելու, Աստծո տված երեխեն մեկ էլ տենում ես դարելա, չգիտեմ, խուլիգան, նարկաման, ով հասկանում ինչ։ Հիշեք, որ սատանան երեխա չի ստեղծում, սիրելներ, սատանան զորություն չունի ստեղծագործելու, նա քափի է անում ամեն ինչ, նա երբեք չի կարող որևէ բան ստեղծել, մենակ մի բան կա, որ ինքը ծնում է, գիտեք ինչն է, չարություն, չարությունից չարություն, որտեղ բարություն չունի, ինչ կա, էդ է։ Յուրաքանչյուր երեխա Աստծո յուրահատուկ ստեղծագործությունն է, սիրելի մամաներ, ձեր երեխաներին վերադարձրեք Տիրոջը նորից, իրան ծառայելու։ Եկեղեցին այնտեղն է, որտեղ երեխաները կարող են բարձրանալ որպես Տիրոջ սիրելի ծառաներ։ Ամեն։ Ինչ արեց Աննան, ինչ արեց այս մայրը։ Այս մայրը աղոթեց։ Երկրորդ ինչ արեց, նվիրաբերեց։ Երրորդ ինչ արեց, տվեց Աստծուն հատուկ ծառայության համար եւ այդ երեխենով դարձավ թագավորներ օծող Սամուել մարգարեն, որ նրա հետ հաշվի էր նստում ամբողջ Իսրայել ժողովուրդը։ Վստահ եմ, որ մեր կյանքի մեջ այդպիսի դեպքեր լինում են, Աստված քո երեխին նենց է բարձրացնում, որ մի ժամանակ ասում են, «Եսում տղեն է, արտակ եղբոր տղեն է»։ Հետո գալիս է ժամանակը հասնում, ասում են, «Էս ով է», ասում են, «Նարեկի պապան է, Դանելի պապան է»։ Հասկանում եք, չէ՞ տարբերությունը։ Քո երեխին Աստված, ես որ ասում եմ իմը, ես իմի վրա եմ ասում, բայց բոլորդ կարող եք ձեր երեխաների վրա այդպես ընդունել։ Ձեր այսօր ձեր երեխին ճանաչում են ձեր անունով, վաղը ձեզ կճանաչեն ձեր երեխի անունով։ Եվ դա ճիշտն է։ Եթե ձեզանից հետոն ձեզանից ավել չի, ուրեմն մենք պարտություն ունենք այդտեղ։ Չորրորդը, Մարիամը, մենք բոլորս Մարիամին, Հիսուսի մամային լավ ենք ճանաչում։ Գիտեք ինչերից անցավ, չէ՞ ինքը։ Շնորհընկալ, Աստծուց շնորհ գտար, եւ ահա կհղիանաս որդի կունենաս, չէ՞։ Եվ ինքան հիանալի հրեշտակային ավետում եղավ իր համար։ Բայց գիտեք Մարիամի համար մի բան, որ շատ կարևոր հանդգծել էստեղ, գրված է այսպես. ասում է Մարիամը այս բոլոր ասածները պահում էր իր սրտի խորքում։ Իր սրտի խորքում։ Ես գիտեմ, մամաների սիրտը շատ խորն է, շատ խորն է։ Մամաներ, ես վստահ եմ, որ ձեր սիրտը շատ խորն է։ Եվ այդ խորը սրտի մեջ Աստծո ասածները միշտ տեղ ունեն։ Գիտեք ինձ համար ինչն է հետաքրքիր։ Կարող է մեր մեջ էլ է այդպես։ Ես երբ որ խոսել եմ շատ քրիստոնյաների հետ, իրանք գիտեք ինչ են ասել, տատիկս է ինձ տարել եկեղեցի։ Շատ քչերին եմ հանդիպել, որ պապան է տարել եկեղեցի։ Այ օրինակ իսլամի մեջ ես տեսել եմ պապաներն են բնականաբար ձեռքերից բռնած քաշում տանում մզկիթ։ Երբ որ Քուվեյթում է ծառայության, ճիշտ իմ բալկոնի տակ դիմացը մզկիթն էր։
Եվ ես տեսնում եմ, ես առավոտ որ շուտ արթնանում էի, մանավանդ իրանց ձենից, որ սկսում էր արդեն իրանց կանչը, արթնանում էի ու նայում էի, տեսնում էի, երեխեն հələ չի արթնացել, ուղղակի հագցրել են ու տանում է տենց։ Երեխեն լքնած ու դնգդնգալով գնում է հետևից, բայց պապաներն ինչ են անում, քաշում տանում են մզկիթ։ Սիրելի մայրեր, սիրելի քաղցր մամաներ, ձեր զավակներին ինչ որ Աստված դրել է ձեր սրտի մեջ, ինչ որ ասել է ձեզ համար, վստահեք, որ դա պետք է տեղի ունենա։ Եվ մոտենում եմ ավարտին, սիրելիներս, մնաց 2 հատ Սողոմոնի մամայի մասին եմ ուզում խոսել։ Մեզ համար հետաքրքիր է, չէ՞, տեսնել հաջողված մարդկանց ծնողները ովքեր են։ Գիտեք, մի հետաքրքիր պատմություն, որ ասեմ, նախապատմությունը եւ հետո կարդամ Սուրբ գրքի այս հատվածը։ Գրված է, որ երբ որ Սողոմոնը արդեն մեծացավ, ներողություն, Դավիթը երբ որ արդեն մեծացավ, Սողոմոնը կար եւ էլի զավակներ ուներ տարբեր կանանցից, եւ գիտեք ինչն է, պատմության այս մասը ասում է, որ Դավիթը արդեն շատ բաներից էլ թագավորության մեջ տեղյակ չէր ելնում ինչա կատարվում։ Շատ բաներից տեղյակ չէր։ Մի տղա ուներ Ադոնիա անունով, ինքը որոշեց ինքնական թագավոր դառնա։ Հավաքեց իր համակիր մարդկանց թագավորության մեջ եւ որոշեց, որ եկեք բոլորդ ուրախացեք, պապաս արդեն լավ չի մեռնում է, Դավիթ թագավորի մասին է խոսքը։ Եկեք արդեն ես պետք է նստեմ, վերջապես արդեն երևի թե գրված չի, բայց երևի թե բաժանել էր արդեն ով է նախարարը, ով է արտգործնախարարը, ով մշակույթինը, ով չգիտեմ, արդեն որոշել են երևի թե։ Քեֆ էին անում, ուրախություն էին անում եւ հանկարծ Նաթանը գալիս է, մարգարեն գալիս է եւ Դավիթի կնոջը Սողոմոնի մամային գիտեք ինչ է ասում։ Ասում է լսիր, ասում է Իսրայելի մեջ բանա բարձրացել, եռում արդեն, խառնվել են իրար։ Ասում է, որ Ադոնյան արդեն ինքը իրան թագավոր է հռչակել, բայց Դավիթը տեղյակ չի։ Լսեք ուշադիր ինչ է ասում։ Երրորդ թագավորած առաջի գլուխ 11-ից 13 համարները։ Եվ Նաթանն ասեց Բերսաբեին, Սողոմոնի մորը, թե չես լսել, որ Ագիթի որդի Ադոնյան թագավոր է դառել, եւ մեր Տերը Դավիթը չգիտի, եւ արդ եկ քեզ մի խրատ տամ, որ ազատես քո կյանքը եւ քո որդի Սողոմոնի կյանքը, գնա մտի թագավորի Դավթի մոտ եւ ասա նրան, չէ որ դու ինքդ իմ Տեր թագավոր երթում արեցիր քո աղախնին ասելով, թե քո որդի Սողոմոնը պիտի թագավոր լինի ինձանից հետո, եւ նա պիտի նստի իմ աթոռի վրա, ապա ինչու համար է Ադոնյան թագավոր եղել։ Մամաները հետաքրքիր բան ունեն, կարիքը ունեն, ճիշտ խորհրդատուների։ Այսօր տեսնում եք, որ նոր մամայա մի երեխա ունի, 4, 5, 6, 10 երեխա ունեցող մամաներին խելք է սովորացնում։ Կամ մարդիկ կան, որոնք որ մամաները դե գիտեք, այնքան բան են, զգայուն են, ով ինչ ասում է լուրջ են ընդունում։ Եվ սխալ խորհրդատվությունը մամաներին եւ զավակներին կզրկի Աստծո օրհնություններից։ Բայց տեսնում ենք, որ Բերսաբեն որոշեց լսի Աստծո մարդու պատգամը եւ հնազանդվի դրան։ Եվ վեր կացավ ու գնաց Դավիթ թագավորի մոտ, ասեց, խոնարհվեց, վերջապես ասեց, ես ամբողջ պատմությունը Դավիթը գիտեք ինչ ասում, շատ է ջղայնանում Դավիթը, իր մանավանդ ծերացած վիճակներ արդեն, ինքը ասեց, ոչ, ասեց, երբեք ուրիշ մեկը չի կարող թագավոր լինել բացի Սողոմոնը։ Միայն նա պետքա լինի։ Եվ ինչ հրամայեց, ասեց, վերցրեք, ասեց Սողոմոնին, նստացրեք իմ ջորիի վրա, եւ ասեց, թագավորության մեջ ման տվեք, ժողովրդին էլ ասեք, որ կողքից բոլորը, ամբողջ ժողովուրդը հետը հավասար գոռան, կեցե Սողոմոնը թագավորը։ Կեցե թագավորը։ Եվ ասում տենց էլ արեցին, երբ որ եղբայրը տեսավ, Ադոնյան տեսավ, խառնվեց իրար, ոնց ասեց, բայց ինչ պետք է լինի։ Ինչ պետք է լինի, Դավիթը որոշել էր Աստծո կամքը կատարեր եւ այդ ամեն ինչի մեջ տեսնում ենք ով մեծ գործ ունեցավ Սողոմոնի մայրը Բերսաբեն։ Ինքը արեց
Սիրելի մայրեր, եթե դուք լսեք ճիշտ խորհուրդ, ձեր երեխաներն էլ կարող եք ճիշտ խորհուրդ տալ։ Եթե դուք լսեք սխալ խորհուրդ, ձեր երեխաներին երբեք չեք կարող ճիշտ խորհուրդ տալ, որտեղ ինչին հնազանդվում է մարդը, ասում ասո խոսքը, չէ՞։ Մարդը ինչին հնազանդվում է, նրա գերին կամ ծառան է լինում, նրա կատարողն է լինում։ Ուրեմն հիմա, սիրելի մայրեր, լսեք խրատը, լսեք խոսքը, այն ինչ որ Տիրոջից է, այն ինչ որ ճշմարիտ է, որ ձեր զավակներին էլ կարողանաք հասցնեք իրենց թագավորությանը։ Եվ վերջինը, մի մամաների շարքի մասին եմ ուզում ասել, սրանով դիվերջացնեմ։ Եվնիկեի մասին է խոսքս։ Ով էր Եվնիկեն։ Տիմոթեոսին ուղված նամակի մեջ Պողոս առաքյալը իր տղա, հոգևոր տղային Տիմոթեոսին այսպիսի հետաքրքիր հիշեցում է անում։ Ասում է. մտաբերում եմ, երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 5 համարը, մտաբերում եմ այն անկեղծ հավատքը, որ քո մեջ է, որը նախապես կար քո տատիի մեջ, եւ որը Լավոդիայի մեջ, եւ որն էլ քո մոր Եվնիկեի մեջ է, եւ վստահ եմ, որ դա քո մեջ է։ Ինչքան գեղեցիկ է, չէ՞։ 3 սերունդ ենք տեսնում ստեղ։ 3 սերունդ։ Տատիի մեջ կար մեծ հավատք եւ անկեղծ սեր։ Հասկանում ենք, որ Պողոս առաքյալը ճանաչում էր տատիկին։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Թե չէ որտեղից պետք է հիմա հայտնությունով չէր գրված։ Ճանաչում էր տատիկին, ճանաչում էր մորը եւ հիմա ճանաչում է տղային։ Եվ ասում է, որ այդ հավատքը, անկեղծ հավատքը, որ հիմա քո մեջ կա, էդի հենց այնց չեղավ։ Այդ հավատքը նախապես կար քո տատիի մեջ։ Տեսեք տատիները ինչքան զորավոր գործ են արել, չէ՞։ Եվ ասում է կա նաև քո մոր մեջ, եւ վստահ եմ, որ հիմա քո մեջ է։ Ուրեմն ինչքան գեղեցիկ է նկատել սիրելներս, որ Աստված սերնդեսերունդ պատրաստավորություն փոխանցել։ Ինչ ենք անում այսօր մենք։ Ես անկեղծ եմ ասում, ինձ համար վստահ եմ բոլորդ եք այդպես։ Ես ուզում եմ, քանի որ գտել եմ ճշմարտությունը, երջանկությունը Քրիստոսի մեջ, ես ուզում եմ, որ իմ երեխեքն էլ այդ լինեն։ Մարդիկ, ովքեր որ լավ պաշտոնի մեջ են կամ ինչ որ մի հատուկ մասնագիտության մեջ են, ուզում են իրանց երեխեքը տենց լինեն։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Բժիշկը ուզում է իր երեխան բժիշկ լինի, որտեղ տեսնում է բժշկության մեջ թե օգնելը, թե մարդկանց հոգատար լինելը, ինչ չէ նաև գումարը։ Եվ ուզում է իրանց երեխան հաջողվի, դրա համար նույնն է անում։ Ուզում ես քո երեխան հաջողվի հավատքի մեջ։ Օգնի իրան, որ ինքն էլ նույնը անի։ Օգնի, որ ինչ որ քո մեջ կա, անցնի այդ երեխու մեջ։ Այն առաքինությունները, այն օրհնությունները, որոնք պատրաստված են իր կյանքի համար։ Եթե անկեղծ լինեմ, սիրելներ, այս պահը վերջացնելով պիտի ասեմ, որ շատ դժվար է պատկերացնել այն բոլոր զոհողությունները, որ մայրերը անում են իրենց երեխաների համար։ Գիտեք, մենք հայրերս իրականում մենք էլ ենք մեծ զոհողություններ ենք անում։ Հիշեք, մայրեր, ձեզ մայր սարքում են 2 անձ։ Ինչքան էլ մամաների մասին խոսանք, եկեք վերջում չմոռանանք, որ մամաներին մամա սարքում է պապան եւ երեխան։ Ճիշտ եմ ասում, թե չէ։ Առանց որևէ մեկի հնարավոր չի։ Չեմ կարծում Մարիամի օծությունը պետքա ձեզ վրա լինի։ Բայց ինչքան կարևոր է գնահատել։ Իսկապես մենք, սիրելիներ, մենք հայրերս շատ ենք զոհողություններ անում, բայց մամաների զոհողությունը ահավոր շատ է։ Գիտեք, ասում են ծննդաբերության ցավերը հավասար է, որ 40 հատ ոսկոր ջարդվի մարմնիդ մեջ։ Մենք մի հատ ոսկորա ջարդվում էլ արդեն ձեներս աշխարհա վերցնում, բայց ծննդաբերության ցավերը երբ որ տալիս են, դա նման է 40 ոսկորների կոտրվելուն, որ մամաները զոհողությանը գնում են։ Չվախենաք, ապագա մայրեր։ Մենք իսկապես շնորհակալ ենք Տիրոջը բոլորիդ համար, սիրելի մամաներ ջան։ Տերը օրհնի ձեզ։ Թող Տերը իր երեսը փայլեցնի ձեզ վրա խաղաղություն տա։ Թող Տերը լսի ձեր աղոթքները եւ պատասխանի բոլոր աստվածահաճո աղոթքները, ճիշտ աղոթքները։ Եվ թող զավակները ձեր եւ ձեր թոռները ձեր պարծանքը լինեն, ձեր հավատքի աշխատանքի պտուղն ու արդյունքը լինեն։ Եվ Առակաց գրքի մեջ մի համար ուզում եմ ձեզ նվիրել եւ սրանով պիտի վերջացնեմ։ Առակաց 31, 28-ից 31 համարները, ինչ է ասում։ Ասում է, որ նրա որդիները կանգնում են նրան երանի են տալի։ Թող ձեր զավակները, ձեր թոռները երանի տան ձեզ։
Եվ ասում են նրա ամուսինը կանգնում է եւ գովաբանում նրան։ Թող ձեր ամուսինները գովեն ձեզ։ Շատ աղջիկներ առաքինություն են գործել, բայց դու նրանցից ամենքից էլ գերազանց եղար։ Սուտ է վայելչությունը եւ ունայն է գեղեցկությունը, այն կինը, որ վախենում է Տիրոջից, նա կգովվի։ Տվեք նրան իր ձեռքի արդյունքից եւ նրա գործերը կգովեն նրան դռներում։ Սիրելի մայրեր, մենք ուզում ենք գովել ձեզ եւ շնորհակալություն ասել, որ դուք ոչ միայն ձեր երեխաներին սովորեցնում եք կյանքը, այլ նաեւ ուզում եք սովորեցնել Քրիստոսին, նկարագրել, ներկայացնել իրան։ Եվ իմ խնդրանքն է ձեզ, մամաներ, ձեր զավակներին սովորեցրեք սիրել Տիրոջը եւ Տիրոջ տունը։ Թող սիրեն Աստծո տունը, թող սիրեն եկեղեցին։ Որովհետև երբ որ սիրեցին Աստծուն եւ սիրեցին եկեղեցին, նրանց կյանքը, նրանց ապագան զարմանալի ձևով օրհնված եւ ապահով պիտի լինի։ Ամեն։ Փառք Տիրոջը, եղբայրներ, եկեք մի հատ եւս մեկ անգամ մամաների համար ծափահարենք, եկեք կանգնենք Տիրոջ ներկայության մեջ, սիրելիներս։ Փառք լինի Տիրոջը։ Թող օրհնյալ լինի մեր Թագավոր Աստվածը։ Ամեն։ Այսօրվա մեր օրը նվիրված էր մեր մամաներին, եղբայրներ ջան, եթե դուք լավ բաներ լսեցիք մամաների մասին, հիշեք, որ մամաները ձեր եւ մեր բոլորիս օգնության կարիքը ունեն, որ մենք էլ քաջալերենք, օրհնենք իրենց, որ այդ ամենը կատարվի։ Եկեք երկրպագենք Տիրոջը, շնորհակալություն ասենք եւ ուզում հատուկ աղոթեմ մամաների համար, քանի մամա կա այստեղ, խնդրեմ մամաներ, ովքեր որ մամաների կողքն են, դարձեք դեպի իրանց ու աղոթենք իրանց համար։ Եղբայրներ եւ մյուսներ, ովքեր քույրերը, ովքեր կան, աղոթենք իրանց համար։ Երկնային մեր Թագավոր, շնորհակալ ենք մեր օրհնությունների համար, որ տալիս ես վայելելու, շնորհակալ ենք մեր քույրերի, մայրերի համար, որոնք որ իսկապես Տեր իրանց կյանքի օրերի մեջ վայելել են մայրության բերկրանքը, ունեցել են այդ զգացումը, զգացել են իրանց պտուղը, տեսել են, սիրել են եւ սիրվել են։ Հայր աղոթում եմ, օրհնիր յուրաքանչյուրին, նրանց կյանքը, նրանց ապագան, նրանց խորհուրդները, թող այս կերպարները, որոնց մասին խոսեցինք, թող այս կերպարները լինեն լավագույն օրինակը իրենց կյանքի հավատքի ճամփորդության մեջ, Տեր։ Եվ աղոթում եմ Տեր Աստված, որ իրանց սրտի մեջ դնես իրանց զավակների համար հոգևոր հոգատարությունը, Տեր, որ ոչ միայն այս կյանքի մեջ համով ճաշեր սարքեն իրանց համար, ոչ թե միայն իրանց համար լավ բաներ պատմեն կամ որոշ օրինակներ պատմեն ու խոսեն, այլ նաև հոգևոր ժառանգություն փոխանցեն իրանց զավակներին։ Շնորհակալ ենք մենք քեզ, Տեր Աստված, պատիվ ենք տալիս, փառք ենք տալի քեզ, օրհնում ենք անունը, Տեր։ Թող որ փառավորվի քո սքանչելի անունը։ Հիսուսի զորավոր անունով եմ աղոթում, Տեր։ Ամեն, ամեն։ Կխնդրեմ նրանք, ովքեր որ դեռևս մայր չեն, միգուցե երիտասարդ են կամ ամուսնացած, որ դեռ զավակներ չունեն, եկեք աղոթենք իրանց համար։ Ամեն։ Հավատում եք, որ Աստված կարա հրաշքներ անի։ Հիանալի է մեր Տերը, նենց որ Աստված մարմնի սահմանափակմանը չի նայում, նա նայում է իր այցելությանը, որ ժամանակը որ որոշի այցելի, թող դա կատարվի իր փառքի համար։ Ամեն։ Երկնային մեր Թագավոր, շնորհակալ ենք քեզ։ Մեր արարող Աստված, շնորհակալ ենք քեզ։ Անհնարինը հնարավոր սարքող Աստված, շնորհակալ ենք քեզ։ Շնորհակալ ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար, որ նրա վերքերով քո զավակները բժշկված են, օրհնված են, հաջողակ են եւ ունեն հավիտենական կյանք, օրհնություն այստեղ, կյանք այստեղ եւ օրհնություն երկնքում ու հավիտենության մեջ եւ կյանքը նույնպես հավիտենականության մեջ։ Հայր աղոթում եմ մեր սիրելի քույրերի համար, ովքեր դեռ մայր չեն, որոնք որ ամուսնացած են, դեռ չեն մայրացել եւ նրանք ովքեր դեռ պիտի ամուսնանան ու մայրանան։ Հայր աղոթում եմ, թող քո աստվածային ժամանակները լրանան իրանց կյանքի մեջ եւ դու որոշես ամեն մեկի սկիզբը, մայրության, նրանց կյանքը, օրհնությունը եւ թող քո ձեռքը պաշտպանի նրանց, թող քո ձեռքը օրհնի նրանց, թող երջանկացնի նրանց, թող տները լցվեն մանկան ճիչով, ուրախությամբ, թող որ Տեր քո զավակները, քո աղջիկները իրանց մայրության մեջ քեզ փառավորեն եւ օրհնեն քեզ։ Շնորհակալ ենք սրտանց, պատվում եւ օրհնաբանում ենք անունդ, գոհանում ենք ամեն ինչի համար։ Տեր, եթե կա հուսահատություն, աղոթում ենք այդ հուսահատությունը վերափոխիր նոր հույսի։ Եթե կա անհավատություն, վերափոխիր հավատքի։
Եվ աղոթում ենք Տեր, որ այս բաները կատարվեն փառքիդ համար, անվանդ համար, մեր սիրելի Փրկչի Տեր Հիսուս Քրիստոսի զորավոր անունով եւ հավատացողներն ասեն ամեն։ Հալելույա։ Հզոր ծափահարություն տանք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Ձեռքերիդ մեջ է ամբողջը Տեր քոն է հանգիստը քո հոգու մեջ է